25-ամյա անկախություն ունեցող պետության քաղաքացի հանդիսանալով մենք այսօր ունենք կայուն պետական համակարգ։ Իր մեխանիզմներով, իր ուրույն կադրային քաղաքականությամբ եւ իր ազգային առանձնահատկություններով հանդերձ։ Բայց մեզանից մեր սերնդակիցներից քչերը այսօր գիտեն, թե ինչ դժվարին ճանապարհ է բաժին ընկել մեր պետականաշինության գործընթացին։ Ովքեր են կանգնած եղել պետության կարևոր իրադարձությունների, կարևոր որոշումների ակունքներում։ Նրանց մի մասը այսօր զբաղեցնում են մեր երկու հայկական պետությունների պատասխանատու պաշտոններ, ոմանք արդեն ցավոք մեզ հետ չեն։ Եվ այսպես 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցան ժողովրդական падգամավորների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը։ Հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Անհրաժեշտ էր ամեն ինչ ամրագրել օրենսդրորեն եւ ստեղծել իշխանության պետական մարմիններ, առաջին հերթին խորհրդարան։ Սեպտեմբերի 2-ից հետո անկախության հռչակագրի ընդունումից հետո փաստորեն 3.5 ամիս անց մոտորապես եղան ընտրությունները։ Այդ ամբողջ ընթացքում, այդ 3 ամիսների եւ ավել ընթացքում փաստորեն մեր շարժման ակտիվը տատանումների մեջ էր, որտեղ դեռ վերջնական չէր լուծարվել ԽՍՀՄ, գիտեք, չէ, ԽՍՀՄ-ն էլ լուծարվեց տարվա-վերջին, բայց պարզ էր, որ լուծարման է գնում։ Ադրբեջանը թեպետ պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, բայց դեռ լայնածավալ բնույթ չէր կրվում։ Հայաստանի ղեկավարությունը եւս գրավել էր пассив սպասողական իրավիճակ, էլի չգիտեին ինչ զարգացումներ կարող է լինել, փորձում էին խուսափել լայնածավալ պատերազմից, միջազգային ճնշումներից։ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման գործընթացը շարունակություն չստացավ Հայաստանի կողմից։ Մեր հռչակագիրը ընդունելուց հետո հաստատ Հայաստանը չճանաչեց մեր անկախությունը։ Այսպիսի անորոշ եւ խառը ժամանակներ էին։ Դրա համար մեր շարժման ակտիվը եւս դեռ տատանումների մեջ էր։ Նախ եւ առաջ ունեինք խորհրդային իշխանություն տապալված եւ պիտի վերականգնվեր պետականություն։ Իհարկե գործում էր այն ժամանակ ժողովրդական падգամավորների տարբեր աստիճանի խորհուրդները, գործադիր իշխանությունը եւ բնական է նոր շունչ պիտի հաղորդվեր եւ ինչից սկսել։ Ժողովրդի հետ ձայնը պետք է բարձրացնել եւ առաջին մարմինը եւ ճիշտ կատարվեց իհարկե դա խորհրդարանն է, որտեղ ստեղծեցինք խորհրդանական կառավարման ձև, այդ մոդելով գնացինք։ Իսկ խորհրդարանական կառավարման ձևը իհարկե այսօր շատ ենք շահարկում նաեւ այդ թեման, դա խորհրդարանն է առաջին, որ ընտրվեց ժողովրդի կողմից ընտրվեց падգամավորներ եկան եւ արդեն իշխանության այդ ձևը առաջին անկյունակարը դրվեց փաստորեն խորհրդարան ստեղծելով։ Ամեն մի երկիր այդ նույն ձևով նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որոշակի զարգացման ընթացք է ունեցել, որոշակի հասարակական զարգացման որոշակի օրինաչափություններով է ապրել եւ մենք բնականաբար դուրս չենք մնացել այդ օրինաչափություններից։ Խոսքը նրա մասին է, որ ընդհանուր առմամբ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության միջև կարելի է այսպես ասել միշտ պայքար է ընթանում։ Եթե այսպես հարաբերական առումով ներկայացնենք, խոսքը նրա մասին է, որ առավել եւս պետության կազմավորման, ձևավորման ընթացքում դա առավել շատ արտահայտված է լինում։ Եթե դա չլինի, որոշակի զարգացում չի լինի։ Այսինքն այդ հակակշռության մեխանիզմը պետք է աշխատի, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի ամեն մեկը իր ֆունկցիոնալ գործառույթները իրականացնի։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն, որն իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին համապատասխան։ Ի կատարումը հանրաքվեում ժողովրդի միաձայն կամքի արտահայտության նույն թվականի դեկտեմբերի 28-ին անցկացվեցին ԼՂ պետական իշխանության բարձրագույն մարմնի ԼՂ առաջին գումարման գերագույն խորհրդի ժողովրդական падգամավորների ընտրություններ։ Ընտրությունների վերջնական արդյունքում կազմավորվեց 75 падգամավորից բաղկացած խորհրդարան։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատվեց պետական իշխանության խորհրդարանական կառավարման կարգ։ Մոտավորապես մի 15-20 մարդ են շարժման ղեկավար օղակները, փաստորեն հավաքվում էինք, բանավիճում, կարծիքներ հայտնում, մի մասը գտնում է, որ չպետք է շտապել կազմակերպելով, ասենք, պարլամենտական ընտրություններ, պետք է դերևս մի քիչ
հապաղել, սպասել, տեսնել ինչ զարգացումներ կլինեն։ Մյուս մասը, որոնց թվին ես էլ էի պատկանում, գտնում ենք, որ քանի որ արդեն անկախության հռչակագիրը ընդունվել է, ԽՍՀՄ փլուզման եզրին է, որպեսզի մենք չհայտնենք այդ կայսրության փլատակների տակ, իսկ Ադրբեջանը պատրաստում էր լայնածավալ պատերազմի, դա պարզ երևում էր, տեղական պատերազմները արդեն ընդհարումները գնում էին, մենք գտնում ենք, որ պետք է չհապաղել, պետք է վճռական քայլերի դիմել եւ արագ տեմպերով ձևավորել եւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը եւ դիմակայել թշնամուն, այսինքն հավաքել մեր ամբողջ ներուժը եւ դիմակայել։ Վերջո այս տեսակետը հաղթեց։ Փաստորեն երկար բանավեճերից հետո եկանք նրան, որ պետք է եւ հանրաքվեն արագացնել եւ ընտրությունները։ Փաստորեն շարժման այդ փոլում եւ շարժումից հետո ընդհանրապես մեր իրականության մեջ Արցախում Երևան եկավ հասարակական մի ինչ-որ հնչեղություն, հասարակության հետ ավելի կապված, ընդունվող դերակատարություն ունեցող անձիկ, որ շարժման արդյունք էր, որոնց խոսքը տեղ էր հասնում հասարակության մեջ, ընդունում էին, կարծիքը հաշվի էին առնում եւ ես գտնում, որ հենց առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ առաջադրվեցին հենց այդ մարդիկ, ակտիվիստներ, այսպես ասենք, շարժման։ Փաստորեն առաջին մեր պարլամենտը ձևավորվել է այն ժամանակվա մեր հասարակության, Արցախի հասարակության ակտիվ մասսայի հիմքի վրա։ Մարդիկ, որոնք ունեին եւ աշխատանքի փորձ, եւ գիտելիքներ, եւ հեղինակություն էին վայելում, եւ ղեկավար պաշտոններ էին գրավում տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, պետական մարմիններում, եւ իրավաբաններ, տարբեր մասնագիտությունների եւ տեխնիկական եւ իրավաբանական եւ հումանիտար այս ամբողջ այդ պոտենցիալը, որ կուտակված էր մեր շարժման ղեկավարության մեջ, փաստորեն նրանք էին նախաձեռնել այս ամեն ինչը, պարզ է, որ այդ քննարկումների ժամանակ բոլոր այդ հարցերը ուսումնասիրվում են։ Դրա համար մեր բոլոր ընդունված որոշումները, այդ կոլեգիալ որոշումները, հետո ժամանակը ցույց տվեց, որ շատ ճիշտ էին։ 91 թվականի դեկտեմբերի 28-ի ընտրություններով ընտրված եւ 92 թվականից մինչեւ 95 թվականի իր գործունեությունը իրականացրած մեր Գերագույն խորհուրդը երևի թե առաքելություն է իրականացրել այն իմաստով, որ շատ լուրջ սպասումներ է կարողացել արդարացնել։ Եթե փորձենք դա դիտարկել ընդհանուր միջազգային իրադրության կոնտեքստում, ապա պատկերացրեք, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է հռչակվում, դեկտեմբերին նրա լեգիտիմությունն է ամրապնդվում համաժողովրդական հանրաքվեով եւ դրանից հետո եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա ամբողջ հետխորհրդային տարածքը ուշադիր հետևում էր, թե արդյոք կհաջողվի Ղարաբաղի ժողովրդին իրականացնել եւ կյանքում իրագործել այն շատ կարևոր եւ գուցե մի քիչ էլ այդպես ավելի մեծ այն պարտավորությունները, որ մենք փաստորեն ստանձնել էինք Խորհրդային միությունը փլուզվելու ժամանակահատվածում։ Ստացվել է, հաջողվել է եւ կարծում եմ պետք է այսօր արժանի մատուցել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց վրա են վերցրել օրենսդրական իշխանություն իրականացնելու այդ առաջին եւ լուրջ փորձությունը։ ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանը։ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ է նշանակվում Օլեգ Եսայանը, իսկ արդեն 1992 թվականին Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ է նշանակվում Գեորգի Պետրոսյանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն հաստատելով անկախության հանրաքվեի արդյունքները։ Բացի դրանից Գերագույն խորհուրդը բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՊՀ պետությունների, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, խորհրդարաններին եւ կառավարություններին, ինչպես նաեւ տարաբնույթ միջազգային կազմակերպությունների։ Ազգային համախմբվածությունն ու միասնականությունը հայերի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ միավորեց մեր հասարակության ամենաակտիվ, փորձառու եւ գրագետ ներկայացուցիչներին։ Եվ չնայած համազգային խնդիրների շուրջ միակարծությանը, նստաշրջանին ներկայացվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ տարաձայնություններն ու բանավեճերն էլ բազմաթիվ էին։ Ասես թե պետականաշինության փորձ իհարկե չունեինք,
անգամ Հայաստանի ղեկավարությունը չուներ այդ պետագաշինության փորձը մեզ որտեղից լիներ, բայց ուսումնասիրում էինք տարբեր պետությունների փորձ, խորհրդակցում էինք մասնագետների հետ, ինքներս էինք դատում եւ այլը, վիճում, բանավիճում եւ գալիս ընդհանուր հայտարարի։ Իհարկե այն ժամանակ կային նաեւ որոշ տարաձայնություններ նաև քաղաքական ուժերի միջև, օրինակ Հայաստանում հիմնականում, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի դաշնակցության միջև, ելի տարբեր մոտեցումներ, զարգացումների վերաբերյալ, Արցախի ճակատագրի վերաբերյալ, կային հակասություններ, բայց մենք փորձում ենք այս ամենը հարթել, գալ ազգային համաձայնության միասնական դեպքերից հանդես գալը շատ դժվար էր դա անելը, ես պետք է ասեմ։ Առաջին հերթին ես կասեի, այդ պայմանները անհրաժեշտ էր բանակի հիմքը դնել, ջոկատների վերամիավորման եւ այլն։ Ես կարծում եմ պատվով կատարեց խորհրդարանը այդ պահին, հատկապես լավ իմացեք, ինչպիսի պահեր դա, չկար կապի միջոցներ, այնինչ որ այսօր ունենք, եւ չկար պետական շինարարության ինչ որ մոդել պատրաստի, որ կարող ենք կիրառել, նույնիսկ ասենք քանդված արդեն խորհրդային իշխանություն, փաստորեն նոր ստեղծվող պետականություն, նմանը չունեցող, չունեին անհրաժեշտ փորձ, պատգամավորները բոլորը ինչ որ եկել էին պետական շինարարության գծով իհարկե, եւ չկար կապի այն միջոցները, որ կարողանար մոդելներ տեսնել տարբեր զարգացած երկրների եւ ընդորի։ Հիմնականում դեռևս օգտագործում են խորհրդային տարիներին գործող օրենքները։ Ղարաբաղյան շարժը իր մեջ ընդգրկել է բոլոր քաղաքական ուժերին 88 թվին, բաց արդեն 91 թվականի վերջին Արցախում հիմնական քաղաքական ուժերը դա ասենք հայոց համազգային շարժման այսպես հարող ուժերն էին եւ դաշնակցության հարող ուժերը։ Գումարած նաեւ ասենք այն ակտիվիստները, որոնք այդ երկու քաղաքական ուժերին թեկուզ չէին հարում, բայց հայրենասեր մարդիկ էին, նրանք եւս ընդգրկված էին շարժման մեջ։ Այսինքն երեք հիմնական ուղղություններ, այս երեք հիմնական ուղղությունները ընդգրկվեց ավելի շուտ հետագային պարլամենտի մեջ, բայց մյուսները, որ դուք ասեք, խմբեր, ասենք բանվորական խմբեր, տարբեր ասենք տեղական շրջանների խմբեր եւ այլն, դրանք ընդհանրապես կատարում էին այնպիսի առաջադրանքներ, որը գալիս էր կենտրոնից, այսինքն շարժման ղեկավար մարմնից։ Իհարկե խորհրդարանը պետք է օրեսդիր ֆունկցիա կատարեր, ես չի ասի այդ պատերազմական ժամանակաշրջանում շատ օրենքներ ընդունվեց, բայց նաև կասեի, որ հիմքը դրեց, անկյունակարը դրեց մեր պետական շինարարության, որտեղ պետք էր նաև ստեղծվել գործադիր իշխանություն, պետք էր նաև դատաիրավական համակարգի մասին մտածել, այն ժամանակ ես ասեի, որ կադրային այդպես պայմաններ իհարկե սուղ էր, քանի որ պատրաստ մասնագետներ խորհրդային տարիներից եկած քիչ էին։ Մի մասը թողել գնացել է, մի մասը ես կասեի նույնիսկ իրենց չէին արդարացրել ճակերտների մեջ, որտեղ մեծ ծառայություն ունեին նաև շարժման հակառակ քայլեր կատարելու մեջ եւ չիմանանք որ այսպես հետո մի մասը падգամավորների անմիջապես գործող բանակում էին ջոկատներում էին տեղերում նաև ղեկավարներ էին առաջի գումարման գերագույն խորհրդի օրենսդրական գործունեությունը այդ 4 տարիների ընթացքում գուցե ոչ ամբողջական 4 տարիների ընթացքում ընդամենը 22 օրենքներով է արտահայտվել բայց եթե փորձենք վերհիշել թե ինչպիսի պայմաններում են ընդունել այդ օրենքները, ապա կարող է նույնիսկ ավելին թվալ, ասինքն դա ավելին է, քան կարող էին անել առաջի գումարման խորհրդարանի անդամները։ Ես կարծում եմ, որ մենք որևէ առավելություն, որևէ համեմատության մեջ պակասեցում չպիտի անենք մեր խորհրդարանների գործունեության մեջ, որովհետև նրանցից ամեն մեկը իր ուրույն յուրահատուկ տեղն է ունեցել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհրդի 11 падգամավոր զոհվեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հնարժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին։ Իսկ գերագույն խորհրդի առաջին նախագահի կերպարը բարոյական իր հատկանիշներով ու խառնվածքով հանդերձ ընդմիշտ մնացին նրա գործընկերների եւ մերձավորների հիշողություններում որպես օրինակելի եւ հայրենիքի նվիրյալ անձնավորություն։ Արտոն Մկրտչյանը վերենաշճանի ազնիվ, ինչքան ես իրեն գիտեի շփումներից անձնական,
ակտիվ գործիչ էր, երիտասարդ այն ժամանակվա, ասենք, տարիքային, կարծեմ 33 տարեկան էր, եթե չեմ սխալվում։ Վերնաշճյանի լավ մարդ էր, հայրենասեր, բոլոր դրական, իհարկե, միայն փորձն էր նրան պակասում ղեկավար աշխատանքի, որտեղ ինքը միջայդ ինչ տեղ աշխատել էր, իհարկե այդ փորձը բավարար չէր մարզը կամ հանրապետությունը ղեկավարելու համար, բայց հաշվի առնելով նրա այդ դրական հատկանիշները, նաև վայելում էր դաշնակցության օժանդակությունը, իսկ այն ժամանակ մեր պարլամենտում, խորհրդարանը մեծ տեսակար կշիռ ունեն դաշնակները, մոտորապես մի 25-30%-ը падգամավորների, եթե չեմ սխալվում, դաշնակցականներ էին։ Մեր շարժումը բարոյական արժեքներ էր կրում, այն մարդիկ, որոնք մտածեին դրա մեջ։ Մեր նախագահը առաջին բարոյականության տիպար էր, իսկական բառից բուն իմաստով, իհարկե եթե շփվում ես, հասկանում ես ինչ մեծ մարդ էր, ինչ մեծ հոգու դեր մարդ էր, որ հրաժարվեց, նույնիսկ ասեց, ես դադարեցնում եմ իմ քաղաքական գործելակերպը, ասինքն դաշնակցություն խնդրում եմ ինձ ինչ որ չափով ազատ թողեք, թող իմ, այսպիսի մարդ էր, այո, ափսոսում եմ, որ այդպիսի մարդիկ եւ ընդհանրապես այդպիսի մարդիկ բարոյականության մեջ դեր արժանինքներ ունեցող մարդիկ քաղաքականության մեջ ես կասեի խոսք չունեն, լավ հասկացեք իմ խոսքը այսօր այս կարգավիճակը։ Արտուր Մկրտչյանի ընտրությունից ընդամենը 3 օր անց ես եղել եմ իր կաբինետում, նստած էր ինքը եւ Զորի Բալայանը, ես տեսա այն մտահոգությունը, որ պատել էր երկուսին եւ հարցս ուղում է Արտուր ինչ որ բան եմ զգում, ինչ աղատարում, ասում է երրորդ օրն է ես ընտրվել եմ եւ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի զանգ, ինձ պետք է շնորհակալություն, շնորհավոր էին իմ պաշտոնին անցնելը, այլ ուղղակի հարցնեին Արցախում ինչ կա, որտեղ պատերազմական իրավիճակ, ինչքան օգնություններ պետք, շրջափակված երկիր, ես զենքի մատակարարում, վառելիքի մատակարարման աշխատանքներ գործ կար եւ պատահական չէ ինքը շատ մտահոգված էր, ուղղակի ուզում եմ ասել, որ կար հակամարտություն, ներքին մեծ լարումներ կար եւ փառք մեր ժողովրդին հասունացել էր նույնիսկ մի պահ, որ պետք է կարող էր բախում տեղի ունենալ քաղաքացիական, այսպես ասենք, բայց երևի մեր ազգի եւ ղարաբաղցիների շնորհքն էր տա, որ մենք ավելին ենք տեսնում պետական շինարարությունը մեր ազգի վրա, այսպես հասած վտանգը։ Փաստորեն Արտուր Մկրտչյանի, ասենք, այդ մահից հետո միառժամանակ հնարավոր անգամ եթե չեմ սխալվում միջև պատերազմի վերջ այդպես էլ մեզ չհաջողվեց ընտրել Գերագույն խորհրդի նախագահ։ Բոլորը պաշտոնակատարներ էին։ Հետո երբ ձևավորվեց արդեն Պաշտպանության պետական կոմիտեն, ասին Գերագույն խորհրդի լիազորությունների մի մասը եւս փոխանցվեց Պաշտպանության պետկոմին եւ հաստատորեն արդեն դրա կարիք այդքան էլ չկար, էլի անպայման այդպես շուտապույտ ընտրել։ Գրեթե 3 տարվա պարլամենտական կառավարումից հետո Գերագույն խորհրդի 1994 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մտցվում է կառավարման նախագահական ինստիտուտ։ Հաշվի առնելով կառավարման նոր համակարգի պայմաններում մշտական հիմունքներով գործող արհեստավարժ խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1995 թվականի փետրվարին ընդունեց որոշում ԼՂ խորհրդարանի ժողովրդական պատգամավորների վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին։ Հանրապետության տարածքում կազմակերպվեց 33 ընտրատարածք, նախկին 81-ի փոխարեն։ Համապատասխան փոփոխության ենթարկվեց նաև պատգամավորական տեղերի քանակը։ 94-96 թվականներին արդեն անցում էին կատարել պարլամենտական կառավարման համակարգից դեպի նախագահական կամ ավելի շուտ կիսանախագահական համակարգի, որը նույնպես օրենսդրական կարգավորման լուրջ աշխատանքների տեղ էր թողել այդ իմաստով։ Գնաց այն բանին, որ պետք է այստեղ հատուկ կառավարման ձև մտցնել եւ պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը
դա կարելի ասել օրվա պահանջ էր, ժամանակի պահանջ էր եւ պետք էր գործադիր ինչու նաեւ որոշ երևի ֆունկցիաներ տալ երկիրը փրկելու համար եւ ես կարծում եմ դա ամենաճիշտ որոշումն էր եւ թեկուզ եւ նսեմացվեց երկրորդ պլան մղվեց կարելի ասել խորհրդարանը այնպեսին ինչպեսին որ կար որտեղ շատ ֆունկցիաներ տրվեց բայց ինչ արած այդպես էր պահանջում այդ ամենը խորհրդարանը մնաց որպես խորհրդարան իր նախագահությամբ, որտեղ նախագահությունն էր գործում, որտեղ հնարավոր չէր հաճախակի հավաքվել։ Հատկապես ես կասեի շատ դժվար էր Շահումյանցիներից համար, Շահումյանից ընտրված պատգամավորների համար, պատկերացրեք պետք է այնտեղից անտառներից հասնեին ստեղ եւ դժվարություններ կար։ Իրոք շատ դժվարություններ, փառք ու պատիվ Գերագույն խորհրդին պատգամավորներին, Պաշտպանության պետական կոմիտեին, ինչու՞ չէ որ կարողացավ այս ձևով կազմակերպել մեր պետական շինարարությունը։ Դա ճանապարհ էր, որ անցել ենք եւ քաղաքագիր մի ազգ հաշվի առնելով ստեղծված կացությունը այն արճակատումը որ կա քաղաքական դաշտում պետք է այդպես անցներ։ Առաջին խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո եւ ձևավորած երկրորդ խորհրդարանը ինձ համար նո համենայն դեպս որպես հասարակագետի, որպես նաեւ մեր պատմությունը գրառող մարդու պիտի նկատեմ, որ ազգային ժողովի դերակատարությունը սկսել է անկում ապրել։ Երկրորդ գումարման մասին է խոսքը վերաբերում, գործադիր իշխանության դերակատարությունը ավելի է բարձրացել, գաղտնիք չէ, որ տվյալ ժամանակահատվածում մենք ապրել ենք նաև որոշակի տոտալիտար ռեժիմով, այսինքն պատերազմից հետո, այսինքն դա իր դերակատարությունն է ունեցել եւ ազգային ժողովը ինչ որ միտեղ գործադիր իշխանության ձեռքին դարձել էր այսպես գործիք իր նպատակների հասնելու իրագործելու համար։ Երկրորդ գումարման ազգային ժողովի կողմից ընդունվել են 169 օրենքներ, 22 եւ 169։ Արտաքին այդ համեմատությունը միայն բավարար է, որպեսզի հասկանանք, որ արդեն երկրորդ գումարման խորհրդարանի համար ավելի հարմար, ավելի բարենպաստ պայմաններ էին օրենսդրական աշխատանքով զբաղվելու նպատակով եւ երևի թե այս չափանիշը քանակական ցույց է տալիս, որ երկրորդ գումարման խորհրդարանը կարողացել է իսկապես այդ լուրջ փոփոխությունը պատերազմական իրավիճակից անցումը հետ պատերազմյան տարիներին, բայց ես ուզում եմ անպայման այդ առանձնահատկությունը ընդգծել, որ նույն երկրորդ գումարման խորհրդարանին վիճակված էր շատ կարևոր գուցե եւ ցավոտ որոշումներ ընդունել, որոնք կապված էին մեր երկրում տնտեսական համակարգի փոփոխության, ապա պետականացման եւ սեփականաշնորհման գործընթացները օրենսդրորեն դրանք իրականացնելու իմաստով եւ այստեղ իհարկե դա շատ բարդ, բայց եթե արդեն ընդհանուր իրավիճակից ելնելով այդ համեմատությունը անենք, կարելի ասել, որ շատ պակաս եւ քիչ ցնցումներով ենք մենք կարողացել այս դժվարին ժամանակահատվածը հաղթահարել։ Եվ անհրաժեշտ էր փոփոխություններ կատարել։ Եվ ինչպես ասում են, եկավ 2000 թվականը։ Ազգային ժողովի ընտրություններ, արդեն ազգային ժողովում գոյություն են տարբեր խմբակցություններ, տվյալ պարագայում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որ ուներ արդեն 20 պատգամավոր եւ ներկայացնում էր իշխանությունը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը, որ ուներ 9 պատգամավոր, որը բավականին մեծ թիվ էր, այդ խմբակցության ղեկավարը ես էի այն ժամանակ, դա ես հպարտությամբ եմ դա ուզում շեշտել նշել, որովհետև իսկապես այդ ժամանակաշրջանը մեր երկրի կայացման համար բախտորոշ ժամանակահատված էր։ Երրորդ գումարման խորհրդարանի համար ես պարզապես ուզում եմ, որ մենք ժամանակահատվածը պատկերացնենք, ինչը մեզ նաև շատ հստակ ցույց է տալու, թե ինչպիսի իրավիճակում եւ ինչպիսի լուրջ աշխատանքներ պետք է կատարեր այդ ժամանակահատվածի խորհրդարանը։ Դա 2000-2005 թվականների խորհրդարանն էր, որին վիճակված էր հետպատերազմյան սինդրոմի հաղթահարման, մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինականության ամրապնդման այս աշխատանքներին առավել շատ տեղ տալ եւ հիմա էլ եթե համեմատենք երկրորդ գումարման խորհրդարանի հետ, կարծես թե երկու անգամ ավելի շատ է օրենսդրական աշխատանքի այդ պրոդուկտը։ Մենք երկրորդ գումարման խորհրդարանի օրենսդրական գործունեությունը արդեն նշեցինք, որ 169 օրենքներ էին, իսկ երրորդ գումարմանը 329 օրենքներով մենք կարողացանք ամփոփել։
եւ դա այն ժամանակահատվածի եւ այն քաղաքական իրավիճակի կտրվածքով, որը մենք արդեն նշեցինք, որ ավելի շատ վերաբերում է ժողովրդավարացման, օրինականության, արդարության, սոցիալական արդարության հաստատման այդ գործընթացների հետ։ Այսինքն մենք մի շատ դժվարին փուլ էլ անցանք մեր այս տարեգրության մեջ, որովհետև պատերազմ անցած երկրներին հատուկ այդ հատկանիշները ինչ որտեղ նաև բացական գծերը Ղարաբաղի կողքով չանցան։ Մենք իսկապես մեր վրա զգացել ենք այդ ամբողջ ծանրությունը եւ կարողացել ենք քաղաքական այդ գործընթացների միջոցով հաղթահարել։ Ավելի քան 20 տարի է անցել եւ մեր պետությունը նորից կանգնած է ընտրության առաջ։ Կառավարման որ ձևն է առավել բնորոշ մեր ազգին եւ ավելի արդյունավետ մեր պետության համար։ Անելիքներ շատ ունենք դեռևս, մենք անցել ենք փաստորեն 6-րդ գումարման ազգային ժողովը պրոֆեսիոնալ հիմքի վրա ենք դրել եւ 33, բայց ես կասեի, որ դեռևս մենք շատ բան ունենք անելու կառավարման այս մոդելը փոփոխելու հետ կապված, որտեղ դեռևս մենք չենք հասել քաղաքական մշակույթ չունենք, որպեսզի քաղաքական այն վերադասավորումների արդյունքում ձևավորենք եւ խորհրդարանը եւ կառավարությունը։ Այն ինչ որ քաղաքագիտ երկրներում կա։ Եվ կադրային հարցերում միջայլոց ենթադրաբար կատարում է, ասինքն ոչ ճիշտ իմ կարծիքով նշանակումներ։ Եվ Ղարաբաղում այս բանը փոքր երկիրենք կան, ես կարծում թա պետք է հաղթահարվի այս ամենը եւ ես կարծում եմ, որ ապագա եւ խորհրդարանում եւ ընդհանրապես իշխանական թևերում կգան ավելի խելացի երիտասարդներ, մարդիկ, կիրթ մարդիկ, որոնք որ ես տեսնում եմ արմատներ կան, արդեն գցվում են այդ բանի։ Այսօր երիտասարդներ եմ տեսնում, բավական հիանում եմ նրանցով, պատրաստ ամեն ձևի, բայց ցավոք սրտի նաև կան թերություններ, ազգային զուտ առանձնահատկություններ, որ թափանցել են մեր կյանքը, որոնք արմատախիլանելու համար մեծ ջանքեր են պահանջում։ Ես միշտ ճիշտ ասած կողմնակից եմ եղել պարլամենտական համակարգի, հաշվի առնելով մեր առաջին պարլամենտի փորձը, մեր առաջին եւ համաշխարհային զարգացումները, միջազգային փորձը, բայց մեր ստեղծված իրավիճակում այսօրվա, առավել ևս ապրիլյան պատերազմից հետո հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքական դաշտը դեռևս կայացած չէ, դա իմ տեսակետն է, ես արտահայտել եմ այն քննարկումների ժամանակ, փաստորեն մենք կունենանք համամասնական ընտրակարգով ընտրած պարլամենտը, կարծում եմ ոչ այնքան որակյալ պարլամենտ, եւ այս պայմաններում անցնել պարլամենտական կառավարման համակարգի սխալ կլինի։ Գտել ու գտնում ենք, որ համենայն դեպս մեր երկիրը կարող է լիարյուն շնչել, գործել պարլամենտական համակարգի պարագայում։ Այն նայեք տեսեք, վերջի վերջո աշխարհը մարդկությունը ձևավորել է կառավարման այդ երեք մոդելները՝ պարլամենտական, ուժեղ նախագահական եւ կիսանախագահական։ Բոլորն էլ իրավունք ունեն ապրելու։ Բայց այստեղ մի նրբություն գոյություն ունի, որ ամեն մի ժողովուրդ պարտավոր է ընտրել կառավարման այն համակարգը, այն մոդելը, որը հարիր է իր բնությանը, իր խառնվածքին։ Սա անչափ կարևոր է։ Ես կարծում եմ, որ հայության համար, առավել ևս արցախայության համար խորհրդարանական համակարգը ավելի ընդունելի է։ Մենք գիտեք, մենք իրար մեջ շատ ենք մտած։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ առանց մեկը մյուսի չենք կարող ապրել։ Եթե այսպես ասենք, այսինքն այն հարևանը հարևանի հետ պետք է շփվի, հարազատը հարազատի հետ։ Այսինքն հասարակության մեջ, որ օրինակ Եվրոպայում դա ասես, ինչ որ մի բան զարմանալի է, բայց այդ կապը, այդ կարող եք ասել դա ինչ կապ ունի, սա շատ մեծ կապ ունի այն առումով, որ հենց այդ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի հասարակության լայն շերտեր մասնակցություն ունենան երկրի կառավարմանը, ավելի այսպես ժողովրդավար լինի, ավելի նպատակաուղղված լինի։ 1991-ից 2016 թվականների ընթացքում ԼՂ ազգային ժողովը ընդունել է բազմաթիվ օրենքներ, որոնք վերաբերում են մեր հանրապետության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին, դրանց օրենսդրաիրավական կարգավորմանը։ Սակայն ամենամեծ ձեռքբերումը թերևս կարելի է համարել ԼՂ ազգային ժողովի ԼՂ սահմանադրության նախագիծը 2006 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի ներկայացնելու մասին։
ամենամեծ աշխատանքը, որ կատարվել է ազգային ժողովի կողմից, ես համարում եմ դա մեր երկրի առաջին սահմանադրության ընդունումն է 2006 թվականին եւ սահմանադրության ընդունումից բխող օրենսդրական ակտերի շտկումը եւ համապատասխանեցումը մեր երկրի սահմանադրությանը։ Դա շատ լուրջ տևական աշխատանք էր եւ ես նույնիսկ պիտի ասեմ, որ մենք այդ աշխատանքը մինչև վերջին այդպես կետը շտրիխը չենք կարողացել իրականացնել, որովհետև հետագայում կյանքը ցույց տվեց, որ կան որոշակի դժվարություններ, որ դա միայն օրենսդրորեն կարգավորելու ճանապարհով չէ մենք կարող ենք անցնել, պրակտիկան ուրիշ բարդություններ է առաջ բերում։ Հիմնական օրենքի ընդունմամբ սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդիր իշխանություն իրականացնում է ազգային ժողովը։ Արցախի խորհրդարանի գործունեությունը հիմնված լինելով բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ սկզբունքների վրա իրականացնում է օրենսդրական աշխատանք խորհրդարանի մարմինների, ազգային ժողովի ղեկավարության, падգամավորների եւ մշտական հանձնաժողովների միջոցով, խմբակցությունների ու падգամավորական խմբերի աշխատանքի շնորհիվ։ Падգամավոր Բահրամ Բալայանը ներկայացնում էր 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարման խորհրդարանները։ Այսօր նա ազգային ժողովի սկզբնավորման ու անցած ուղու վերլուծությունը ներկայացնում է ոչ միայն որպես падգամավոր, այլ հասարակագետ եւ պատմաբան։ Եթե այդ ընթացքը նորից քննարկման ենթարկենք без գումարումների, ապա իսկապես առաջի գումարման ազգային ժողովը այդպես իդեալական ընտրություն կատարվեց ինչ առումով, որ իսկապես ժողովուրդը եկավ տարատարած եւ իր խոսքը ասեց եւ ձևավորեց իշխանություն։ Հասարակական զարգացումները այդպես արագաթափ չեն լինում։ Այսինքն մենք ավելին ենք ուզում, մենք ուզում ենք արագ փոփոխություններ կատարվել, բայց մի բան լավ հասկացեք, որ վերջի վերջո մենք խորհրդային դաստիարակություն ստացած, այս հանրության մի զգալի մասը այդ դպրոցը անցած, ես չեմ ասում ամեն ինչ վատ է եղել, բայց շատ ու շատ բաներ է եղել բացասական, որոնք այսօրվա որոշակի հանգամանքների բերումով այն վատը մի քիչ ավելի է գումարվել եւ հասարակական զարգացումները բնականաբար խաթարող հանգամանքներ է դարել։ Այսինքն ես ինչի եմ դա ասում, որ մի քիչ համբերություն է պետք։ Այսինքն բոլորն էլ ես կարծում եմ ձերքի տված պետք է փորձել ձգտել, ավելին անել, որպեսզի մենք կարողանանք եւ մեր ժողովրդի անվտանգությունը ապահովել, մեր տնտեսական զարգացումը ապահովել, աշխարհին համակայ լինել ու ինտեգրվել աշխարհին, ցույց տալով, որ այս երկիրը, այս ժողովուրդը մի բան է ուզում է ազատ ապրել, ուզում է ապրել այն օրենքներով, ինչ մարդկությունը դարերի ընթացքում ստեղծել է։ Բոլոր այս թվային ցուցանիշները 22 առաջինում, 169 երկրորդում, 329 երրորդում, 423-ը չորրորդում եւ 440-ը ամենամեծ օրենսդրական գործունեության չափանիշը նաեւ ակնհայտ ձևով ցույց է տալիս, որ մեր խորհրդարանը շատ կարևոր էվոլյուցիոն ճանապարհ է անցել, մինչեւ որ հասել է զուտ օրենսդրական իշխանություն իրականացնելու իր սահմանադրական այդ գործառույթին։ Եվ այս ընթացքում ես կարծում եմ, որ իսկապես ամենաերևացող աշխատանքը դա օրենսդրությունն է։ Օրենսդիր իշխանությունը որպես այդպիսին մեր երկրում 91 թվականից իր բոլոր այս հանգրվաններով, ընտրությունների եւ գումարումների այս նախանշաններով իսկապես կայացած է եւ ես ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել այն հարյուրավոր մեր падգամավորներին, որոնք 91 թվականից մինչեւ 2015 թվականը հայտավորվել են որպես այդպեսին, նույնիսկ որպես падգամավորության տեխնացուներ, որովհետև եթե դու քեզ առաջարկում ես որպես ժողովրդի ընտրյալ, որպես падգամավոր, դա նշանակում է, որ դու քո ուժերին վստահ ես, դու շատ կարևոր պարտականությունների ես պատրաստ գնալ, շատ մեծ պատասխանատվություն ես պատրաստ ստանձնել, որպեսզի այդ նույն կանոնները, այդ նույն նորմերը, այդ նույն օրենքները կարողանաս բանավիճելու միջոցով։ Խորհրդարանական գործունեությունը շատ հետաքրքիր է, շատ ինքը նուրբ է իր աշխատանքի պայմանների իմաստով եւ գուցե մեծ մասամբ չերևացող է, որովհետեւ ինչ որ ժամանակ գուցե ես ասել եմ դրա մասին, այնինչ որ երևում է խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում, դա մեր աշխատանքի միայն մի փոքր եւ վերջին եզրափակիչ հատվածն է։ Մյուս բոլոր աշխատանքի բաղադրիչները, դրանք ավելի շատ չեն երևում եւ դրսեւորում են աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ, երբ որ մենք իրար հետ կարող ենք վիճել իրարից խռովել, նեղանալ իրարից, բայց այնուամենայնիվ ի վերջո հաղթանակողը այն միջինն է, այն ոսկե միջինն է, որը մենք կարողանում ենք տեսնել եւ դա ներկայացնել արդեն որպես օրենքներ, որպես օրենքի նախագծեր։
Ժողովրդի նվիրյալ, ահա թե որը պետք է լինի падգամավորի առաջնահերթ բնորոշումը։ Բնականաբար պարտադիր պայմաններ են նաև գրագիտությունը, աշխատանքային փորձը, հասարակական ակտիվ գործունեությունն ու բարոյական կերպարը։ Արդյոք այս 6 գումարումների ընթացքում ժողովրդի ընտրյալը կարողացել է հավատարիմ մնալ ընդունելի կերպարին։ Արդյոք մեր 25-ամյա անկախ պետության բոլոր գումարումների խորհրդարանների ընտրյալները կարողացել են պահպանել ի սկզբանե սահմանված նշաձողը։ Մեր զրուցակիցները գրեթե միակարծիք էին իրենց վերլուծություններում։ Պետք է ասեմ, որ ցավոք սրտի այն առաջին պարլամենտի որակը հետագա ընտրություններում չի ապահովել։ Դա իմ տեսակետն է, կարող է ասենք շատերը համաձայն չլինեն ինձ հետ, եւ գլխավոր պատճառը նա է, կարծիքով, որ գործադիր իշխանության ընդհանուր միջամտում էր պարլամենտական ընտրություններին, ձևավորմանը եւ այլը, կային նաեւ այլ պատճառներ, փաստորեն չապահովեց այն որակը։ Պարլամենտը պետք է առաջին հերթին լինի գործադիր իշխանությանը հետ եւ հակակշիռ եւ փոխլարացնի եւ զուգահեռ գործի, այսինքն դա իշխանության ճյուղ է, որը պետք է ունենա հստակ իր դիրքը հասարակության մեջ։ Ժամանակաշրջանը իր կնիքն է դնում մարդու էության մեջ, որտեղ ոչ մի անգամ 91 թվականին կամ 92 թվականին, երբ խորհրդարանը սկսեց գործել, մարդ չէր մտածում, որ կարող է բիզնեսմեն դառնալ, կարող էր կուսակցություններ առաջանալ, կուսակցական պայքար առաջանալ։ Ուղղակի մարդիկ հեղինակություն ունեին ամեն մի падգամավոր իր տարածաշրջանում եւ ժողովուրդը քվեա տվեր, որպեսզի ստեղ գա, որպեսզի ժողովրդի դարդը ցանկությունը իսկ այն ժամանակ մեկն էր հայրենիքի պաշտպանությունը, հայրենի հողի պաշտպանությունը, մեր անկախության իհարկե ձևավորումը, ստերապետականության ձևավորումը եւ ես կասեի, որ այն ժամանակա падգամավորը ավելի հեղինակություն ուներ ժողովրդի մեջ, ժողովրդի ծոցից ելած падգամավոր էր։ 3 գումարումների падգամավոր եմ եղել, կամ այսօր ես առանձնապես մեծ, այսպես գնահատական եմ տալիս 3-րդ գումարման ազգային ժողովի գործունեությանը։ Եվ քաղաքական կյանքի հետ կապված, երկրի դեմոկրատացման, խոսքի, մամուլի, այս ամենը, եթե այսօրվա տեսանկյունից նայում ենք, այսպես հեշտ կարող էր թվալ, որ այն ժամանակ բավականին դաշտ էր, բայց այդ բարձունքները նվաճելով պետք է առաջ գնայինք, որպեսզի ունենայինք որոշակի հաջողություններ։ Եվ կարծում եմ, որ իսկապես 3-րդ գումարման ազգային ժողովը այս տեսանկյունից մեր պետականաշինության, հասարակական քաղաքական կյանքում բավականին խոշոր դերակատարություն է ունեցել եւ փառքային падգամավորներին, որոնք այդ ժամանակահատվածում, եւ ես միայն չեմ ասում ընդդիմության, այլ նաեւ խոսքը վերաբերում ամբողջ պարլամենտին է խոսքը վերաբերում, որոնք իսկապես իրենց դերակատարությունն են ունեցել եւ համոզված եմ, որ հետագա ժամանակներում մեր պատմությամբ զբաղվողները, քաղաքագետները անպայման, ինչպես ասում են, արժանի գնահատական նորից կտան։ Եվ փոխվել է ժամանակները, եւ падգամավորը նաեւ փոխվել է իր կրթական ցեզով, իր մասնագիտական պատրաստականությամբ, նաեւ այն ժամանակ, եթե դու չունեիր ձեռի տակ որևէ բան, այսօր խնդրեմ այն ծառայությունները, որ մատուցում են կապի միջոցները, ինտերնետ, կապը եւ այլը, եւ այսօր հեշտ է աշխատել։ Այսօր ինչա պետք, որպեսզի օրենսդրական գործունեություն համատես այլ երկրների նույն օրենքը թե ինչպես է գործում։ Այն ժամանակ բարոյական արժեքներն էին ավելի շատ ու գնահատված падգամավորի մեջ ազատությունը շատ մեծ ազատությունը միջայլոց հետ էլ ասեմ, անկաշկանդ էին падգամավորները, այլախոհությունը իշխում էր այն ժամանակ, մարդիկ կանգնում էին, խոսում էին, ցավերից, դարդերից, անկաշկանդ, չկար կապանքներ ինչ-որ, բայց այսօր խաղեր է, չէ կատարում։ Բազմակարծություն կար, խոսք կար, քննադատություն կար վերջապես։ Ինչքան ես որ հիշում եմ, ինչքան ազատություն ունեի այն ժամանակ իմ խոսք ասելու, ոչ միայն խորհրդարանում, այլ ընդհանրապես, միշտ, բայց կամաց մենք էլ ենք արդեն ձևավորում, որպես քաղաքական, եթե քաղաքականության մեջ ես, падգամավոր ես, քաղաքականության մեջ ես, հետեւաբար դու պիտի խոսքդ, գործընթացդ ինչ որ կա կարգավորվես, կոպիտ ասած գաղափարի մեջ տնես։ Խորհրդարանի 25-ամյա ճանապարհը դա մեր երկրի, մեր պետության 4-րդ դարի այդ կենսագրության մի շատ կարևոր բաղադրիչն է, մասն է կազմում։
եւ այն չի կարող լինել իր բնույթով, իր էությամբ, իր դրսևորումներով ուրիշ կերպ քան մեր երկրի մեր ժողովրդի այս վերջին 25 տարիների պատմությունն է։ Հետևաբար բոլոր այն երևույթները, որ տեղի են ունեցել մեր կյանքում սկսած 91 թվականից, երբ որ հռչակվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այդ ամբողջ ժամանակահատվածում այն բոլոր երանգները, այն բոլոր հաջողությունները, այն բոլոր թերությունները, որ տեղ են գտել մեր կյանքում, դրանք հավասարապես կարելի է գտնել նաև մեր խորհրդարանի տարեգրության մեջ։ Մի բան կարող ենք հստակ ասել, եթե մենք այսօր ամփոփում ենք 25-ամյա մեր պետական շինարարության այս ճանապարհը, դա նշանակում է, որ մենք մեծ բացթողումներ, սխալներ չենք ունեցել։ Մենք իհարկե ունեցել ենք թերացումներ, ունեցել ենք սխալներ, բայց կարողացել ենք նաև այդ սխալները շտկել։ Այդ ճանապարհը մենք անցել ենք սխալները ուղղելու, շտկելու ճանապարհով։ Սկզբից զարմանում եմ, որ երիտասարդները շատ համարձակ ձևով իրենց պատրաստակամությունն են հայտնում նաև պատգամավորության տեխնացուներ առաջադրվելով, բայց հետո կամաց այդ զարմանքը փոխարինում է երևի հետաքրության, իսկ հետո նաև հպարտության, որովհետև եթե քո երկրի երիտասարդը զգում է, որ ինքը կարող է աշխատել այնպիսի լուրջ կառույցում, ինչպիսին երկրի օրենսդիր իշխանությունն է, ազգային ժողովն է, դա նշանակում է, որ այդ երիտասարդը, այնպես ինչպես սահմանին ծառայող մերձին ծառայողը, պատրաստ է գնալ որոշակի զոհաբերությունների, պատրաստ է որոշակի պարտավորություններ ստանձնել եւ պատրաստ է այնպես ինչպես սահմանադրությունն է բնորոշում, հրաժարվել բազմաթիվ արտոնություններից, չզբաղվել ձեռնարկատիրությամբ, չմտածել ուրիշ որևէ վայրկների մասին եւ միայն իր կենսագրությունը կապել իշխանության այն հատվածի հետ, որը պետք է զբաղվի օրենքներ մշակելով, պետք է զբաղվի երկրի կենսագործունեությանը վերաբերող բոլոր հատվածներին իր տեսակետները ներկայացնելով եւ այդ տեսակետները պաշտպանելով։ Սա նշանակում է, որ մենք իսկապես մեր անկախության 25 տարիների ընթացքում արդեն ունենք մի սերունդ, որը պատրաստ է իր այս անկախության ժամանակահատվածում ստացած գիտելիքներով, փորձառությամբ մասնակից դառնալ իր սեփական երկրի կառուցմանը։ Գուցե նախապես դա մի քիչ ավելի այդպես չափից ավելի համարձակ քայլ է, որովհետև այդ նույն երիտասարդների մեծ մասը հետագայում համոզում են, որ միայն հայտ ներկայացնելով չէ, դու որոշակի իսկապես պատրաստվածության մակարդակ պետք է ունենաս, բայց ես կարծում եմ, որ բոլոր այս տարիներին մեր օրենսդիր իշխանության ձևորմանը մասնակցած երիտասարդների մեծ մասը կարողացել են արդարացնել այն սպասումները, որ ի սկզբանե կար նրանց այդ գործընթացների մասնակցելու կտրվածքով։ Եվ երևի թե չպիտի վարանել, պետք է պարզապես շատ ավելի լուրջ պատրաստվել այդ աշխատանքին, որովհետև դա նշանակում է, որ դու բազմաթիվ երկրների օրենսդրական գործունեության ծանոթ պիտի լինես։ Դու շատ երկրների սահմանադրությունը պիտի իմանաս, որպեսզի մտքում արդեն կարողանաս այդ համեմատությունները անել։ Եթե քեզ ինչ-որ բան է առաջարկում, եթե դու ինչ-որ ուղղությամբ ուզում ես օրենքի նախագիծ առաջարկել, մշակել եւ ներկայացնել, ես կարծում եմ, որ այս տարիները ցույց են տվել, որ դա շատ պատասխանատու է, որ դա նշանակում է, որ դու ստանձնում ես մի այնպիսի պարտավորություն, որ մյուսների փոխարեն պետք է ինքդ մտածես, որտեղ է այն օպտիմալ տարբերակը, որը պետք է բավարարի մեր երկրի բնակչության մեծ մասին։ Դժվար է գտնել այդ
միջինը, որովհետև ամեն անգամ դու տեսնում ես, որ սոցիալական ինչ-որ խավեր են գտնվում, որոնք արդեն դուրս են մնում այդ նույն առաջարկող նախագծերից։ Խավեր են լինում, որոնք կարծես թե դրանք արդեն ինչ-որտեղ անցած են լինում, այդ этаպը նրանց չի վերաբերում։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ աշխատանքը ինչքանով դժվարին, այնքանով հետաքրքիր է, եւ դա նշանակում է, որ դա իսկապես հենց տեղն է, որպեսզի մեր երիտասարդ սերունդը, անկախության սերունդը կարողանա իրեն դրսևորել։ Ազատ Արցախի որպես պետության կայացման եւ ինքնահաստատման ճանապարհը միշտ էլ լեցուն է եղել փորձություններով։ Ամենաթարմը թերևս ապրիլյան պատերազմը։ Սակայն ով է մեզ խոստացել, որ ամեն ինչ հեշտ եւ հարթ է լինելու։ Մեր բոլոր հաղթանակները կերտվել են միայն ու միայն մեր միասնականության շնորհիվ, իսկ օրենսդիր մարմինը միշտ եղել է բազմակարծության, բայց դժվարին պահերին եւ ազգային հարցերի շուրջ միշտ էլ միասնականության արտացոլում։